Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Ջավախքի արմատների հետքերով։ Սիրելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը մշակութաբան, երգչուհի եւ մանկավարժ Սեդա Թևանյանն է։ Ողջույն Սեդա ջան։ Ողջույն Վահե ջան։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Սեդա ջան, այսօր տեղափոխվելու ենք դեպի քո արմատներ, քանի որ Էրգրի համ հաղորդաշարը մարդկանց տեղափոխում է իրենց մանկություն եւ տանում դեպի իրենց արմատներ։ Քայլենք քո արմատների հետքերով եւ տեղափոխվենք դեպի որտեղ։ Դեպի Ջավախք։ Հետաքրքիր, կոլորիտային, յուրատուկ մշակույթ ունեցող մի տարածաշրջան, որտեղ միջև օրս պահպանողական ձևով մշակութային այդ ենթաշերտերը ամբողջովին պահպանվել է եւ որպես մշակութաբան մենք նաեւ կանրադառնանք քո այդ մասնագիտական ուղղվածությանը, կխոսենք, քանի որ անմիջապես քո երգչուհի լինելը կապ է հաստատում մշակութաբան լինելու հետ, շարքի հետ կապված, ազգային երաժշտության հետ, որտեղ դու հիմնականում ազգային կոնցեպտի մեջ ես երգում, եւ փոփ տարբերակով, այսինքն արդեն ժամանակակից լուծմամբ, այո։ Ուրեմն Սեդա ջան, նախ ներկայացնենք ինչ ենք պատրաստելու, հետո ընթացքում մենք կզրուցենք միասին։ Իհարկե, պատրաստելու ենք բլղուրով տոլմա, որի բաղադրիչները նշեմ։ Միանշանակ։ Մեզ պետք է բլղուր, իրականում նախապես թրջած։ Այո, նախապես թրջած, որպեսզի ավելի շուտ եփվի, եթե պետք է երկար եփենք, կարող ենք թրջած չլինի։ Մեզ տատիկը հատուկ հանձնարարական է տվել ու ասել է, որ պարտադիր ասենք, որ դասական տարբերակը պատրաստվում է բլղուրով եւ սոխառածով։ Այո, բլղուրով բարդամ։ Բայց ժամանակի ընթացքում այնտեղ նաեւ ավելացվել է ոսպ, լոբի տարբերակը եւ մոտավոր նմանվել է այժմիական պասուց տոլմային կամ պահկային տոլմային։ Չնայած որ սա եւս պահկային տոլմա է համարվում, որովհետեւ բաղադրիչները իրենք պահկային են։ Մենք իհարկե այսօր օգտագործելու ենք կարակ, պահկային չենք պատրաստում, դե գիտենք կարակի համը այլ է։ Հետևաբար մենք սոխառած կպատրաստենք կարակի եւ ձիթայուղի զուգակցմամբ, բայց ես առաջարկում եմ այս պահկային տարբերակը նաեւ պատրաստել եւ ունենալ ձիթայուղով տարբերակը։ Մեզ դրա համար անհրաժեշտ է նաև խաշված լոբի, թեթևակի կարելի է խաշել, որպեսզի ավելի շուտ եփվի, ունենք այստեղ ոսպ, գլուխ սոխ, համեմունքներից պարտադիր է ցիտրոնը, չորացրած, այստեղ ունենք նաև կարմիր պղպեղ, ես բուրումնավետ աղ եմ վերցրել, որը մի քանի այլ համեմունքներ եւս իր մեջ ունի, նախապես խաշված արդեն կաղամբ, կարող են նաև թթու կաղամբով պատրաստել։ Ինձ թվում է պահկային հատվածում հիմնականում թթու են պատրաստել, հա, բայց դասական տարբերակում կարելի է նաև ուղղակի կաղամբով պատրաստել։ Եվ վերջում իհարկե կարող ենք տոմատ ավելացնել, ինչու վերջում, որովհետև կաղամբը եւ մնացած մթերքը տոմատի հյուսից դառնում են ավելի ուշ եփվող տարբերակներ, հետեւաբար պետք է ավելացնել վերջում։ Ես առաջարկում եմ մենք տեղերով վերադասավորվենք եւ սկսենք։ Սկսենք։ Մենք վերադարձանք եւ այժմ անդրադառնալու ենք Սեդայի մանկության համին։ Սեդա, հիշում ես տատիկի ինչ էր պատրաստում եւ ամենասիրելի մանկության ճաշատեսակը, որ միշտ բույրը այդպես հիշում ես, անգամ հիշողության մեջ է դաջված, որն էր այդ սննդամթերքը կամ ճաշատեսակը։ Այո, մինչև հիմա էլ իմ ամենասիրելին է, դա տատիկիս, տատիկներիս, որովհետեւ երկու տատիկներս էլ Արմատով Ջավախքից են եւ իրենք պատրաստում էին թաթար բորակի։ Ու շատ sense յուղով, նաև սոխառածով տարբերակ կա, բայց ես փոքր ժամանակ չէի սիրում այդ տարբերակը իհարկե, ու ես մանկուց շատ սիրել եմ եւ մինչ այսօր էլ հենց հիշում եմ տատիկս անպայման ինձ համար պատրաստում է։ Իմ ամենասիրելի ճաշատեսակներից մեկն է դեպ, իսկ տարբերվում է արդյոք դասական բորանի տարբերակից։ Դա նրանով է տարբերվում, որ ավելացնում են սոխառած վրան։ Ես բուն բաղադրիչներին այդքան էլ ծանոթ չեմ, որովհետև միշտ տատիկն է սարքում։ Դե խմորը դասական է, բայց ավելացնում են սոխառած մեր տարածաշրջանում ու սխտոր մածունով են ուտում։ Սխտոր մածունով, իսկ քեզ ծանոթ է մսով տարբերակը։ Թաթարի, չէ։ Որին այլ կերպ անվանում է խանգյալ։ Դա հիմնականում Արցախի տարածքում է շատ տարածված, Գեղարքունիքի մարզում եւս կա, բայց դրանք տարբեր են։
Գեղարքունիքի մարզում կոնկրետ Վարդենիսում պատրաստում են հավի խաշած մսով, իսկ Արցախում պատրաստում են տավարի աղացած մսով կամ կտրատած։ Նույն թաթար բորակի մեթոդով է արվում, բայց այստեղ ոչ թե մածուն է լցվում, այլ լցվում է բացված չորաթան այդ մսի շերտերի վրա, այսինքն մի շերտ դինում է խմորը, մի շերտ սոխառածը, հետո բարձրանում են վերին շերտում լցվում է այդ միսը արդեն տապակված տարբերակ։ Հետաքրքիր կլինի։ Ու շատ համեղ, ես փորձել եմ։ Ինչ ենք հիմա անում։ Միջև այնտեղ Սեդան ավելացնում է իրար թրջված բոլոր հատիկեղենը։ Ես այստեղ սոխը կտրատում եմ, որպեսզի սոխառած պատրաստեմ, որպեսզի ստանանք միջուկը։ Այսինքն տոլմայի սոխը թրջեց, չգիտեմ ինչու։ Չէ, ուզում լինել կադրում։ Միգուցե։ Ես կպատրաստեմ սոխառածը եւ կաբելացնենք այս ամբողջ խճողակի վրա ու կանցնենք փաթաթման process-ը։ Սեդա ջան, ես կուզենամ անդրադառնալ քո մասնագիտություններին։ Առաջին մասնագիտությամբ դու երգչուհի ես, երկրորդով մշակութաբան, եւ հետո այժմ մանկավարժ 6 տարիների փորձով։ Այո։ 40 դեռ չէ։ Դեռևս 6, որը շատ արագ թռավ իրականում, երբ որ մարդիկ այն ժամանակ ինձ ասում էին, «Ոյ, ես 20 տարվա մանկավարժ եմ կամ 10 տարվա», ասում էի, «Մի վայրում այդքան աշխատել եք» ու հիմա 6 տարին այնքան շուտ թռավ, որ ես չգիտակցեցի, որ արդեն 6 տարի աշխատում եմ մանկավարության ոլորտում։ Երբ որ աշխատանքը սիրված է լինում, դու չես զգում թե Այո, իրականում այդպես է։ Քանի տարիներ են անցնում, հետեւաբար ինձ թվում է դեպքերից մեկն է։ Այո, անպայման։ Սեդա ջան, առաջարկում եմ անդրադառնալ նախ երգչուհի լինելուն, հա։ Դու կատարում ես ազգային երգեր։ Այո, եւ ի սկզբանե կատարել եմ ազգային երգեր, չնայած սկսել եմ երգչախմբից։ Իսկ դու գիտես, որ մեր մոտ երգչուհիները միշտ երգում են։ Չեմ տարբերվի։ Դե գնացինք։ Լավ։ Ես սոխառած այդ երգի տակ հավեսով պատրաստում եմ։ Եղավ, հեսա մտածում ինչ երգեմ։ Արի Սեդա ջան, իմ ամենասիրելի երգերից մեկը երգի։ Ես միշտ YouTube-ում լսում եմ այդ տարբերակը։ Շատ լավ։ Դլոյ հոյ նարնարնոյ, դլոյ հոյ նարնարնոյ, դլոյ հոյ նարնարնոյ, դլոյ հոյ նարնարնոյ, կանաչ տերև ու կոկոն կարմիր, արև ջուխտակմոմ, կանաչ տերև ու կոկոն կարմիր, արև ջուխտակմոմ, դլոյ հոյ նարնարնոյ, դլոյ հոյ նարնարնոյ, դլոյ հոյ նարնարնոյ, դլոյ հոյ նարնարնոյ։ Կեցես։ Ես սոխառածը հավեսով պատրաստում։ Երգի տակ այո։ Դե մենք վերջում անակնկալ մի երգ նաև կկատարենք, որպես եզրափակիչ, թեմատիկ երգ կլինի, որովհետև հայերը դե ամեն գործընթացի հետ մի երգ երգել են, հենց այնպես չեմ պատրաստել ինչ-որ բան, չէ։ Իրականում գաղափարապես եթե այսպես նայենք, ոչ թե իրենք այդպես հատուկ ասել են, որ այս երգը երգում եմ ու միայն պատրաստում եմ, չգիտեմ, ձավար եւ այլն, եթե այդպես նայենք, մեծամասնությունը այդպես չի ծնվել երգերի։ Հա, որովհետեւ կարող է օրինակ, չգիտեմ, կով կթեին, բայց օրինակ երգեին հացի երգ։ Ինչ եկել է այդ բանին իրենց մտքին, որովհետեւ իրենց այն ժամանակ չի եղել նվագարկիչներ, մարդիկ չեն կարողացել իրենց ժամանցը մեջպես կազմակերպել եւ իրենք են երգել, այն մարդիկ, ովքեր լավ են երգել գյուղում։ Այո։ Իրենց ուղեկցությամբ մյուսներն են ձայնակցել են ու թեկուզ հացի երգերի մեջ էլ մենք տեսնում ենք սիրային խաղիկներ, տեսնում ենք իրենց մտածմունքների մասին, ինչ որ խաղիկներ, այնպես որ բացարձակ չէ, որ հենց այդ գործողության ժամանակ էին երգում։ Այդտեղ աչքունքի գաղափարն է գալիս։ Այո։ Քանի որ չկար սոցցանցերը, գործի էին դնում ունքերը։ Այո, եւ համարձակությունը։ Ուրեմն այստեղ սոխառածը միջև կպատրաստվի, Սեդա ջան, անդրադառնանք մշակութաբան լինելուն եւ ինչը տարավ քեզ մշակութաբանության բաժին։ Ես սովորում եի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում եւ իրականում երբ որ ավարտելու տարիներ մտածում էի ինչ մասնագիտություն ընտրեմ, որը ինձ նաեւ գիտության առումով կօգնի։ Միայն երաժշտությունը ինձ բավական չէր եւ ես հասկացա, որ ինձ մշակութաբանությունը կօգնի, որովհետեւ շատ լայն սպեկտր ունի եւ կարող եմ արդեն ինձ հետաքրքիր ուղղվածությամբ գնալ եւ հիմնականում ես իմ աշխատանքները գրում եի ազգային ծեսերի, տոների, հիմնականում երաժշտական թեմաներով, երաժշտությունը ազգային ծեսերում, տոներում եւ ես ընդհանրապես չեմ ափսոսում, որովհետեւ իմ մասնագիտության մեջ թեկուզ կրթահամալիրում որ
որ մենք ծեսեր ենք անում, ես այդ ամենը անում եմ արդեն ոչ թե միայն որպես երաժիշտ, այլ նաև որպես մշակութաբան, մասնագետ, ու դա ինձ շատ է օգնում։ Ես շատ ուրախ եմ, որ ավարտել եմ այդ բաժինը եւ միշտ ասում եմ, ինչ լավ է, որ իմ կյանքը այդպես դասավորվեց։ Այնտեղ Սեդա ջան, կոնկրետ քո թեման, որ դու զբաղվել ես մշակութաբանության ոլորտում, հա, ի՞նչն է եղել կոնկրետ։ Ես ամեն տարի տարբեր թեմաներ էի ընտրում, օրինակ առաջին տարին գրել էի պարը ազգային հարսանիքում, երկրորդ տարին բարեկենդան ծեսնեի իր տոնածիսական խաղերով եւ իր ամբողջ երաժշտական մասով ուսումնասիրել, իսկ թեզիս աշխատանքը ես գրել էի ազգագրական խմբերի սոցիալական դերը ձևավորման ժամանակ եւ հիմա, թե ինչ փոխակերպումներ են տեղի ունեցել եւ ինչ իրենց դերի փոփոխություն է եղել, այո, եւ բավականին մեծ աշխատանք էի կատարել, հարցազրույցներ էի վարել բոլոր ազգագրական խմբերի այն ժամանակվա ստեղծողների հետ եւ այժմյան, եւ այդպես համապարփակ ներկայացրել էի, չնայած այդ թեման կարող ես անverջ ընդլայնել, որովհետեւ օրեցօր փոփոխվում է ինչ-ինչ բաներ։ Այդ վերջ չունեցող թեմաներից ինձ թվում է եւ ընդհանրապես մշակութաբանությունը եւ ազգագրությունը հնագիտությունը նաեւ իհարկե վերջ չունեցող այդպես մասնագիտության սպեկտր են, որտեղ նյութը անընդհատ կա եւ նորանում է, այո։ Սեդա ջան, այստեղ արդեն իմ սոխառածը կարծես թե պատրաստ է։ Մենք կավելացնենք, այո, խճողակի վրա եւ կշաղախենք իհարկե։ Կավելացնենք, կշաղախենք եւ կվերադառնանք։ Սիրելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, խճողակը պատրաստ է, այստեղ արդեն կաթսան պատրաստ է, հիմքին դրել ենք խաշված կաղամբներ, միջուկի հատվածը կամ ինչպես հայտնի կոթերն են դնում, պատրաստի կաղամբի մեջ պետք է փաթաթենք ես ու Սեդան եւ իհարկե անդրադառնալով քո մասնագիտական առաջընթացին եւ ինչու որոշեցիր, որ պետք է երգով զբաղվես։ Որտեղից է այդ սերը։ Դա եկել է շատ մանկուց, այդ սերը, որովհետեւ մայրիկիս կողմը Աշոկ Ջիվանու տոհմից է։ Ահա, արդեն իսկ հետաքրքիր է։ Եվ նրանք ցանկանում էին, որ ինչ-որ մեկը լինի, որ այդ երգերը երգի, հանրահռչակի նաեւ։ Եվ այդպես սկսեցի երգել, սկզբում երգչախմբում, հետո արդեն Ինչ երգչախումբ էր։ Նոր-Նորքի Հայորդաստան շողական երգչախումբ։ Հա, այսինքն եկեղեցուկից երգչախմբում երգել։ Չէ, Հայորդաստան։ Մանկական երգչախումբ էր, որից հետո արդեն գնացի Աշուղական դպրոց Ջիվանու անվան եւ այդպես սկսեց իմ Աշուղական դպրոցի Ինչ եղավ։ Բլբավ։ Բայց դա քիչ պստիկ էր, վերցեցի, հետո հասկացա։ Ասի ջան, գյորս չեմ տանել, ահա, դզեցի։ Լավ թե։ Ես գնացի Աշուղական դպրոց եւ այնտեղից արդեն սկսեց իմ սերը դեպի ժողովրդական աշուղական երգերը եւ զուգահեռ միայն աշուղական չէի երգում, այլ երգում էի նաեւ ազգային երգեր Նուբար խմբում, Լուսինե Նազարյանի մոտ։ Այո, իմ հյուրը եղել է Լուսինեն։ Այո, եւ այդտեղից նաեւ սկսեց սերը հենց դեպի ազգային ֆոլկլոր մշակույթը եւ հետագայում շարունակեցի արդեն ակունք խմբում էի երգում, իսկ հետո արդեն սկսեցի դասավանդել եւ արդեն որպես անհատ ներկայանալ։ Մասնակցեցի տարբեր երաժշտական նախագծերի եւ հիմա էլ համագործակցում եմ հեռուստաընկերությունների հետ եւ համերգային ելույթներ եմ ունենում։ Մենք լսել ենք քո հոյակապ կատարումները։ Շնորհակալ եմ։ Իսկ մանկավարժական ուղղվածությունը, հիմա դու դասավանդում ես փոքրերին։ Այո, ես դասավանդում եմ կրսեր դպրոցում, ազգային երգ եւ պար առարկան կրծերում մեզ մոտ միացված է եւ հիմնականում մեր ուսուցումը ազգային ծեսով է լինում, խաղի միջոցով է լինում եւ այդ ամենը Այսինքն մեթոդիկան դեպի ազգայինն է։ Այո, ուղղվածությունը հիմնականում ազգային եւ հոգեվոր մշակույթն է նաեւ, որից հետո արդեն ավագ դպրոցում կամ միջին դպրոցում իրենք արդեն էլի հիմքը ազգայինն է, սակայն մի փոքր ժամանակակից մեկնաբանությամբ են սկսում ելույթ ունենալ նաեւ։ Բայց ազգային ծեսերին, տոներին մեր երեխաները շատ լավ տիրապետում են եւ տանում են անգամ իրենց ընտանիքներում տարածում են այդ մշակույթը եւ շատ ուրախ եմ այդ առիթով իրականում, որ դպրոցի միջոցով կարող է ընտանիքներ գնալ այդ ամենը։ Այո, որովհետեւ ազգայինը շատ կարեւոր է եւ դրա տարածման կարեւոր է թե ով է տարածողը եւ ինչ ուղղվածությամբ է դա տանում։ Այո, այո։ Ահա, մենք տոլման ոնց որ թե լավ առաջ ենք գնում։ Ուրեմն տոլմայի փաթաթման մի քանի
տարբերակ կա մենք գիտենք, դրանցից ամենահայտնին կաղամբով տարբերակն է, բայց Սեդա ջան, գիտես, որ ի սկզբանե եղել է միայն խաղողի թփով տարբերակը, որտեղ կաղամբը դեպի հայկական հատված Կովկաս ավելի ուշ է ներթափանցել, եւ այն ժամանակ հարգի տոլմա համարվում էր ավելի շատ կաղամբով տարբերակը, որտեղ կաղամբը նոր էր եկել, որտեղ առօրյա կենցաղավարության մեջ ավելի շատ փաթաթում էին հիմնականում խաղողի թփով։ Մենք գիտենք մեր հայկական խաղողի թփով դասական տարբերակ։ Այո։ Հետո իհարկե, քանի որ ընդլայնվեց կաղամբը, այդպես կաղամբի ընդլայնման արդյունքում մենք ունեցանք հիմնականում, գիտես, որ ավելի շատ հիմա կաղամբով են անում։ Հետո եկավ մեր կողմի ժողովուրդը նաև թփով է շատ տարածված։ Տատիկս երկու տեսակն է միշտ անում էր։ Դե հիմա ամեն ինչով փաթաթում են, էլ մալինայի տերևներով, էլ, չգիտեմ, տարբեր միջոցներ են օգտագործում փաթաթելու համար, տոլմայի բազմատեսակ տարբերակներ կա եւ հայկական լեռնաշխարհի տարբեր շրջանների տոլմաները ունեն իրենց յուրահատուկ նյուանսները, որ չի կրկնվում մնացած շրջաններում։ Այո, օրինակ ես գիտեմ, որ Մարտունիում կանեփով ու շատ համեղ տարբերակ է իրականում։ Իսկ դու գիտես, որ կանեփով տոլման հիմնականում պատրաստում են մահացած լինելու դեպքում, այսինքն մի հոգեհացի։ Հոգեհացի նկատում մահացած լինելու դեպքում տոլման կանեփով փաթաթում են հիմնականում հոգեհացի համար, այսինքն դա միայն ովքեր որ մահացած են ունենում տանը, այդ տարվա ընթացքում իրենք որոշ տոների ժամանակ փաթաթում են այդ կանեփով տոլման։ Չգիտեի իրականում, որովհետև ինքը բավականին երկար process է, այդ կանեփը այո, շատ դժվար է իրականում։ Մի քանի անգամ եւ այդպես հետաքրքիր process է էլի։ Շատ դժվար է ստացվում, որովհետև 7 անգամ կարծեմ աղում են, 7-րդը նոր այդ շրեշը դուրս է տալիս ամբողջությամբ։ Մենք սիրելի հեռուստադիտող տոլման այդպես հավեսով փաթաթում ենք, ամբողջական կփաթաթենք, կդնենք վրան, որպեսզի եփվի, եւ արդեն երբ որ պատրաստ լինի մատուցման համար, մենք կվերադառնանք եւ կհամտեսենք այս չնաշխարհիկ տոլման։ Բավական երկար ժամանակ է ինչ մենք տոլման անուշ զրույցներով պատրաստում ենք եւ մեր տոլման արդեն պատրաստ է պահքի ջավախքի տոլման։ Սեդա ջան աննկարագրելի բույր ունի, գախնիկ ասա։ Ես բերել եմ այստեղ իմ արմատների բոլոր ճյուղերի, գանձայի, կարզախի, մամզարայի, բոլորի երանգներն ու համերը, ջավախքի մի ամբողջ բույլ։ Մի ֆրազա երգում ենք եւ ավարտում ենք այսօրվա մեր հետաքրքիր ու համեղ եթերը։ Քախանկանեմ նու բարով յար, նանայի նանայինայ, տոլմակեպեմ բլղուրով յար, նանայի նանայինայ, քախանկանեմ նու բարով յար, նանայի նանայինայ, տոլմակեպեմ բիբարով յար, նանայի նանայինայ։ Ապրես։ Չեք ուզում համտեսել։ Չէ։ Համտեսենք։ Հա լավ, էսի ռեկով հետ կբերես, յանի մորցել էինք։ Հիմա դերի մեջ մտնեմ։ Գնաց։ Սեդայի այս գեղեցիկ ձայնը մեզ շփոթեցրել էր ու մենք չենք ուզում համը փորձել։ Ասում է, ոնց թե, բա համը։ Ես այս գեղեցիկ ու նրբահամ տոլմանուց կարող եմ չփորձել։ Հալվել եմ։ Ու չի եփե, հալվել եմ։ Շատ համով ստացվել, այո։ Վերջ։ Այսօր պատրաստեցինք ջավախքի նրբահամ պահքային տոլմա։ Պահպանենք ազգայինը։ Կհանդիպենք հաջորդ եթերին։ Ձեզ հետ էր Վահե Սեման։ Հացն ու գինին տեր կենթանին։